Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները Ideal System.am։ Պարոն Բարսեղյան, իհարկե որքան էլ որ մենք խոսենք քաղաքների գրագետ համաչափ զարգացման, ապակենտրոնացման մասին եւ այլն, այնուամենայնիվ նաեւ շատ հարցերում, ինչպես դուք նշեցիք, տեղական ինքնակառավարման մարմնում իշխանությունը չունի այն լիազորությունները, որոնք ունի կենտրոնական իշխանությունը։ Հետեւաբար, այստեղ կենտրոնական իշխանության Ինչպես դուք նշեցիք, արժեքային ընկալումները, պատկերացումները, տեսլականը եւ ամեն ինչ շատ առանցքային նշանակություն կարող են ունենալ։ Ես մի օրինակ բերեմ, դուք կշարունակեք, ինձ թվում է։ Ես նախորդ շաբաթ օրինակ Մեղրիում եմ եւ երբ հարցնում եի իդեպ ոչ միայն այնտեղի բնակիչներին, այս տեսակ պարզունակ խնդիրների վերաբերյալ, թե ինչի կան այս խնդիրները, առաջնային պատասխանը այն էր, որ Մեղրին հեռու է Երևանից, հա։ Նույն տրամաբանությունը կարող գործել նույն Գյումրիի դեպքում, հա։ Դուք կարող եք շատ լայն, մեծ մտքեր, ցանկություններ ունենաք իրավիճակ փոխելու տեղում, բայց կենտրոնական իշխանությունից կամ լավ, կենտրոնական իշխանությունից չէ, ընդհանուր ընկալումը լինի այս պարզունակ մոտեցումը, որ Հայաստանում կա հեռու տարածք։ Տարիներ առաջ, երբ Սյունիքում, Մեղրիում տեսա, որ մեքենայի վառելիքի գինը ավելի թանկ է, քան Երևանում, զարմացել էի, էլի, ասում էի, լավ, Իրանը կողքը ինչու է այս վիճակը։ Հետո հասկացա, որ դրա պատասխանը բան է, իներցիոն է եւ շատ հասարակ բան է, էլի։ Երևանից հեռու է եւ վերջ։ Հա, ուրեմն շատ լուրջ խնդիրներ կան տեղական ինքնակառավարման հետ կապված Հայաստանում եւ շատ վաղուց կան այդ խնդիրները։ Սրանք վերհամայնքային խնդիրներ են, պետական մակարդակում, ազգային ժողովում, կառավարությունում լուծելի խնդիրներ են, որոնց մասին միշտ եմ ես խոսել, հրապարակումներ արել եւ պետական պաշտոնյաների, падգամավորների հետ հանդիպելիս հանգամանորեն բացատրել եմ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո։ Դժբախտաբար գլխավոր խնդիրը անհամաչափ զարգացումն է։ Մենք ունենք բնակչության տեղաբաշխման շատ անդուր պատկեր, երբ Երևանը կեր բնակեցված է, իսկ մի շարք տարածքներում Աշոց կամ Ասիա իրար հետ 13000 բնակչություն ունի, ինչը խայտառակ մեծ նոսրություն է արևելյան սահմանների վրա եւ այլն։ Ուրեմն կառավարման կենտրոնացվածությունը, երկրորդ խոշոր խնդիրը, պետական իշխանությունները արդեն 25 տարուց ավելի է խոսում են, որ ապակենտրոնացում է տեղի ունենալու։ Ահա քիչ մնաց, ահա կանենք, ահա շուտով, ահա կխոշորացնենք համայնքները, հետո կսկսենք խոսքը լիազորությունների վերաբաշխման մասին է, երբ պետական իշխանությունը ասում է ժողովուրդ ջան, ձեր քաղաքի դպրոցներն են, հիվանդանոցներն են, դուք էլ պետք է կառավարեք, գիտելիք չունեք, մենք ձեզ կօգնենք, ձեր մասնագետներին կպատրաստենք, փողը կտանք, դուք կկառավարեք, մենք էլ կվերահսկենք, պետությունը պետք է վերահսկի փողերը։ Չի անում, պահում է այդ ամբողջ համակարգերը կրթություն, առողջապահություն, ուրեմն մշակույթ եւ մշակույթի մեծ մասը եւ իհարկե սոցիալական ապահովության համակարգը ըստ էության, այնինչ դրանք վաղուց կարող էր վերաբաշխած լինել, լիազորությունները իրենից կտրել տալ եւ ինքը զբաղվեր միայն այն հարցերով, որոնք վերաբաշխել չէր կարող։ Բանակն է, ազգային անվտանգություն, հետախուզություն, ակահետախուզություն, դատախազություն եւ այլն։ Սա ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման բերելու ճանապարհն է, ինչի մասին մի քանի անգամ գրավոր ու բանավոր ուղարկել եմ ուրեմն իմ նկատառումները իշխանությունների եւ պարտադիր չէ որ իմը լինեն։ Իրենք զարգացած երկրներում, զարգացած ասենք թե այն երկրներում, որտեղ մարդիկ լավ են ապրում ընդհանուր առմամբ, դրանք տարբեր ցուցանիշներով երևում են, շնչին ունող համախառն ներքին արդյունք եւ այլն։ Այդ երկրների փորձը որ բացեն նայեն, բացեն տեսնեն, կտեսնեն, որ տեղական ինքնակառավարումը անհամեմատ արդյունավետ է այնտեղ, որովհետեւ համակարգումը արվում է այնպես, ինչպես քիչ առաջ նկարագրեցի։ Ոչ թե տեղական ինքնակառավարումը պահվում է պետական ձեռքերում եւ ուշադրությունը դրան դարձվում է ամենավերջում։ Պատկերավոր ասեմ, պատկերացրեք, պետությունը կանում է գործի, սեղանի վրա բազմաթիվ թղթեր ու թղթապանակներ են լցած, մեկը սահմանազատումն է, հայ-ադրբեջանականն է, то չգիտեմ Մոսկվան է, ՍՆ է, սկսում է աշխատել, երեկոյան կողմ հասնում է տեղական ինքնակառավարման թղթապանակին, ասում է աղբորպես էս դրեք եկուց կխոսանք էլի այս մասին, ու ամեն օր նույն պատմությունն է։ Ամեն օր նույն պատմությունն է, խոշորացումը Հայաստանում ընթանում է արդեն 11-րդ տարին է, 14-ից մինչև 25, այս ամբողջ ընթացքում խոստացվել է, որ ապակենտրոնացում է տեղի ունենալու լիազորությունների վերաբաշխում, թե ինչ է վերաբաշխվել, մնում է առեղծված։
Սա պիտի տեղի ունենա համայնքների ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, որը վաղուց կա, որով պետական բյուջեից դոտացիա է հատկացվում համայնքներին, աշխվում է կոնկրետ բանաձևով, շատ վատն է, ամեն անգամ նորոգվում է դա, ամեն անգամ լրացվում, փոփոխվում է, բայց այնուամենայնիվ համայնքները մնում են խեղճ աղքատիկ համեմատած մայրաքաղաքի հետ։ Առնվազն շնչին ընկնող համայնքային բյուջեները կարող են մարդիկ վերցնել, համեմատել, Երևանի դեպքում իհարկե պետական կրթությունն ու առողջապահությունը դուրս բերել, որպեսզի համեմատությունը լինի ողջամիտ, հա, եւ կտեսնեն, որ 2, 3, 4 անգամ համայնքներ կան, որտեղ շնչին ընկնող համայնքային բյուջեն փոքր է, քան Երևանում է շնչին ընկնող համայնքային բյուջեն։ Սա նշանակում է, որ նույն ծառայությունները Գյումրիում 3 անգամ ավելի պակաս է մատուցվում կամ ավելի բանային քիչ են, քան թե Երևանում, մեկ ուրիշ համայնքում 4 անգամ։ Դրա համար Երևանը կարող է իրեն թույլ տալ մանկապարտեզը անվճար ունենալ, ավականու անդամները կարող են հենց այնպես փող ստանալ, օրենքի մեջ չկա նման բան, բայց ստանում են։ Հա, իսկ Գյումրին չի կա, բազմաբնակավայր համայնքներում չեն կարող ավականու անդամները ստանալ այդպիսի գումարներ, երբ պիտի շրջեն 20, 30, 38 բնակավայր, որպեսզի բարեխիղճ ավականու անդամ լինեն, հա։ Եթե չկա այդ գումարը, ավականու անդամը աչքաշում կանգնում է, այսպես ասած, շատ գնում մասնակցում է ավականու նիստերին եւ համայնքի ամբողջական պատկերին չի տիրապետում կամ շատ քիչ է տիրապետում։ Մի խոսքով, սրանք բավականին բարդ ու խոշոր խնդիրներ են, որոնք պիտի պետական մակարդակում լուծվեն, բայց եթե սպասում ես, որ պետական մակարդակում պիտի լուծվի, դա երբեք չի լուծվելու։ Ես որպես ավականու անդամ, որպես մասնագետ այս ոլորտի իմ ջանքը դրել եմ հետևողականորեն։ Ես հələ հաղորդումներն ու հարցազրույցները չեմ ասում, հոդվածներս չեմ ասում, ես խոսում եմ առերես խոսակցությունների մասին պետական իշխանության մարմինների հետ։ Արդյունքը այս փոփոխությունների մասով շատ խորհրդանշական է ցավոք։ Հիմա դուք պատկերացրեք համայնքներ, որոնց համայնքապետերը համոզվում են այսին բացատրածի մեջ, հավաքվում են, իմի են գալիս, կապ չունի, ԿՊ-ից են, ԿՊ-ից չեն եւ էդեական չէ։ Հավաքվում են, ասում են ժողովուրդ, վերջապես բերեք պետական իշխանությանը անհանգստացնենք, ասենք այս արմատական բարեփոխումներն արա, որպեսզի համայնքները սկսեն մարդավարի շնչել, ամեն անգամ ձեռները տնկած չգնան, էլի պետական իշխանության դուրը, թե մի քիչ փոխտուր ճամփեն, մի քիչ փոխտուր բան անենք, մանկապարտեզը էս այնը։ Պատկերացրեք ավականիների խմբերը 71 համայնքների, ինչ որ լավ 49, լավ 39 կոնե համախմբվեն, ունենանք այդպիսի մի գաղափարական համաձայնություն, որը կկարողանա պետական իշխանությանը, դե վերջը падգամավորները երկնքից չեն ընկել, ամեն մեկը մի համայնքից, մի գյուղից, մի քաղաքից մարդիկ են։ Այս մարդկանց բացատրվի, որ եկեք արմատապես փոխեք տեղական ինքնակառավարումը, դարձրեք ավելի հզոր, իսկապես տեղական, ոչ թե լինի տեղական գծիկ պետական ինքնակառավարում, այդպես չպիտի լինի։ Ես ներողություն պիտի խնդրեմ, ասելով, որ որևէ կուսակցություն այս դաշինքը կլինի ավելի լավ է պետական ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո քարոզարշավի նախընտրական ծրագիր բան, սիրով ես ծառայելու եմ անհատույց տեղական ինքնակառավարման բարելավման գաղափարները նախընտրական ծրագրի մեջ մտցնելու համար, հարգելի գործընկերներ, խնդրում եմ սա նկատի ունենալ, առանց որակյալ տեղական ինքնակառավարման, առանց համաչափ զարգացման, առանց ապակենտրոնացման մենք առողջ մարմին չենք ունենալու։ Ես էլ ասեմ ավարտեմ, պատկերացրեք մարդ, որը մարզում է միշտ աջ ձեռքը, ոչինչ ուրիշ չի մարզում։ Այդ մարդուն հանում են շատ լուրջ սպորտային մրցումների, ինչ է լինելու, հետևանքը անմիջապես տապալվելու է։ Այսպես պետություն պահել չի կարելի։ Ինչքան էլ հզոր լինես, ինչ էլ լինես, եթե դու կենտրոնացել ես մեկ համայնքի վրա, գերկենտրոնացված, խայտառակ խնդիրներով, Երևանի մասին եմ խոսում, հա, նոսրացող, թուլացող, ոչնչացող գյուղերով ու քաղաքներով, ընտանիքներ կան, որոնք մանկապարտեզի բացակայության պատճառով գյուղը թողել գնացել են քաղաք, որպեսզի երեխեքին տան մանկապարտեզ, ծնողները կարողանան աշխատեն։ Ով է հետազոտել, թե քանի այդպիսի ընտանիք է թողել հեռացել գյուղից ու բանից։ Սա շատ լուրջ խնդրեմ է եւ սրան պիտի մարդավարին այլ։ Ես եթե ինձ հարցնեն, երևի թե 3 գոյաբանական խնդիրներից մեկը սա է։ Որակյալ տեղական ինքնակառավարում, ծնելիություն, սա էլ է սրա հետ շահկապված։ Ու էլի ահագին բաներ, բայց առաջին երյակի մեջ ես նկատում եմ տեղական ինքնակառավարումը։ Հիմա Գյումրու վրա գալով այս տեսանկյունից, ասեմ, որ սա մի մոդել է, փոքրիկ նմուշ է, օրինակ է, որտեղ մենք ուզում ենք փորձել շտկել այս թերությունը, բայց հասկանում եք, որ հա ներսի ռեսուրսներով ներսի խնդիրները, բայց համապետական մասշտաբով պետական իշխանությանը ասելիք փոխելիք կա,
պարտադրելիք կա, որ ինքը իր մոտեցումները փոխի։